Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված գիտի քո սիրտը։ Աստված գիտի և ճանաչում է քեզ։ Ճիշտ այնպես, ինչպես Նա գիտի ամեն բան, այդպես էլ քո կյանքին վերաբերող ամեն մանրուք հայտնի է Նրան։ Նա գիտի անգամ քո սրտի ամենանվիրական գաղտնիքները։ Նրան հայտնի են քո կյանքի բոլոր մութ անկյունները։ Ոչինչը, բացարձակապես ոչինչ ծածկված չէ Նրանից։ Սիրելի՛ բարեկամ, ես շատ վկայություններ եմ ստանում մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից, որ նրանց կյանքը փոխվում է Աստծու Խոսքի և Տիրոջ հետ մտերմության շնորհիվ։ Իսկ այսօր քեզ եմ ուզում քաջալերել, որ չվախենաս Աստծուն վստահել այն ամենը, ինչն անհանգստացնում կամ ճնշում է քեզ։ Աստված ամենակարող է։ Նրան չեն ծանրաբեռնում քո խնդիրները։ Ճիշտ հակառակը՝ Նա փափագում է, որ Իր զավակը կիսվի իր երկնային Հոր հետ սեփական դժվարություններով, անհանգստություններով ու խնդիրներով։ Նման զրույցները միշտ ավելի ջերմ մտերմություն են ստեղծում դրանցում ներգրավված անձանց միջև։ Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, որոնք կարծում են, թե իրենց հոգսերն Աստծուն պատմելով անհանգստացնում են Նրան իրենց կյանքի մանրուքներով։ Սակայն Աստված փափագով սպասում է, որ վստահես Իրեն քո խնդիրն ու սրտի գաղտնիքները։ Աստված սպասում է, որ մտերմանաս Իր հետ, որպեսզի օգնի քեզ։ Աստվածաշունչը մեզ հետևյալ պատվերն է փոխանցում. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա ձեզ համար հոգ է տանում» (Ա Պետրոս 5:7)։ Ձեր ամբողջ հոգսը չի նշանակում ամենամեծ կամ ամենակարևոր հոգսերը։ Այն նշանակում է բոլոր հոգսերը։ Նույնիսկ նրանք, որոնք անկարևոր են քեզ թվում։ Աստված քո կյանքի ամեն մանրուքով է հետաքրքրված։ Քեզ հետ կատարված ամեն բան կարևոր է երկնային Հոր համար, քանի որ Նա սիրում է քեզ։ Առաջարկում եմ հենց հիմա ժամանակ հատկացնել, առանձնանալ ու սիրտդ բացել Աստծու առջև։ Պատմի՛ր Նրան քո տրտմությունների մասին, այն ամենի, ինչը քեզ անհանգստացնում է և տխրեցնում։ Խնդրի՛ր Նրան քննելու սիրտդ և լույսի մեջ բերելու քո ամենածածուկ շարժառիթները։ Կիսվի՛ր Նրա հետ նաև քեզ ուրախացնող բաներով, այն ամենով, ինչը քեզ ստիպում է ցնծությամբ աղաղակել. «Փա՜ռք քեզ, Տե՛ր»։ Աղոթի՛ր և խնդրի՛ր Նրան քո կյանքում զորավոր կերպով գործելու համար։ Փառաբանի՛ր Նրան, քանի որ Նրա սերը երբեք չի վերջանում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված քո Հայրն է և ամենամտերիմ Բարեկամը։ Նա այնքա՜ն լավ է ճանաչում քեզ, որ ցանկանում է Իր խաղաղությամբ և ուրախությամբ ողողել քո ողջ ներաշխարհը։ Նա գիտի, թե դու որքան շատ ունես դրա կարիքը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։